Սկսեմ վերջից, բնականաբար, եթե երկու երկրներ հայտարարում են խաղաղության օրակարգի իրենց ուղու մասին եւ այդ ընթացքի ու վերջնարդյունքի մասին արդեն կանխատեսումներ են անում, մի տեսակ կարելի էր հավատալ կամ հույս ունենալ, որ կա իրականում գործընթացող ինչ որ գործընթաց կա, եթե մինչ նստել եւ դրա շուրջ որևէ պայմանավորվածություններ ձեռք բերելը կլուծվեին հումանիտար բոլոր խնդիրները, այդ թվում նաեւ գերիների եւ պատանդարված անձանց հարցերը կկարգավորվեին առանց նախապայմանների։ Դա կլիներ արդարության այն հիմնաքարը, որը կդրվեր իրենց խաղաղության օրակարգի տակ։ Մնացած բոլոր պարզաբանումները, չգիտեմ, իրենց այդ բերած մանիպուլյացիոն, չգիտեմ, որ իբրև թե բանակցություններ եւ այլն, դրանք հեքիաթներ են, դրանք սուտ են, դրանք չեն կարող տեղի ունենալ, որտեղ process-ները այդպես չեն գնում։ Ինչ վերաբերվում է քաղաքասարակության այնտեղ գտնվելուն Հայաստանի Հանրապետության այդ հանդիպանը Բաքվում, նախ եկեք հասկանանք, արդյոք եղել է այդ ցանկությունը իրականում տեսակցելու պատանդարված եւ գերեվարված մեր հայրենակիցներին եւ նույնիսկ եթե եղել է եւ իրենց թույլ չեն տվել, բայց կարծում եմ, որ պիտի աշխարհում ինչքան ապա այդ պարագայում պետք է իրենք անպայման տակը վտանգ տեսնեին, ոտքի կանգնեցնեին այսօր արևմտյան կազմակերպություններից ֆինանսավորվող իրենց գրպանի իրավապաշտպաններին, որոնք գիտեմ այսօրվա լսումներին հարկ չեն էլ համարել գտնվեն, որտեվ պակաս իրավիճակ էլ ներքին, քաղաքական դաշտում չի Հայաստանի Հանրապետության բռնաճնշումների առումով, եւ այստեղ գլխավոր վտանգը այն է, որ նույնիսկ եթե իրենք այնքան մեծ ցանկություն են ունեցել եւ իրենց այդ ցանկությունը չի կատարվել, պետք է ուղղակի մի հետեւություն անել, որ մեր հայրենակիցները իրականում շատ ծանր վիճակում են այնտեղ, որովհետեւ քիչ թե շատ նորմալ իրավապաշտպանները ամեն դեպքում բարձրաձայնում են, ահազանգում են դրա մասին, ամենօրյա ռեժիմով ասում են, որ այնտեղ մեր հայրենակիցները բացի այն, որ ստորացումների են ենթարկվում են նաեւ ֆիզիկական բռնաճնշումների եւ կտանքների։ Այսինքն այս առումով եւս հիմա իշխանությունները անհանգստանալու հարց ունեին, արդյոք այդ երկիրը պատրաստ է այսօր խաղաղության գնալ Հայաստանի հետ։ Եվ մյուս կողմից, որը ոչ պակաս կարևոր է, մենք սկսել ենք կարծես թե մոռանալ, որ 2023 թվականի պատերազմական գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետությունում բացի այն, որ մենք ունեցանք հարյուրավոր զոհեր, ինչպես նաև պայթյունից, բենզինի պայթյունից ունեցանք էլի հարյուրավոր զոհեր, ունենք նաև անհայտ կորածներ։ Եվ այդ անհայտ կորածները եւ պատերազմական գործողությունների արդյունքում են եւ բենզինի պայթյունից հետո նաև կան անհայտ կորածներ։ Եվ բազմիցս ծնողները, ընտանիքները, մենք մեր հնարավոր խողովակներով դիմել ենք նմանատիպ կառույցների, անունը քաղաքասարակություն կլինի, ԱԱԾ կլինի, քննչական կոմիտե կլինի։ Գիտեք, տպավորություն է, որ իրենք ամեն կերպ ուզում են նաև մոռացության տալ այդ հարցը, որտեղ ծնողների ուղերձը նաև իրենց է հասած եղել այս քաղաքասարակության ներկայացուցիչներին, որ Բաքվում լինելու պարագայում, ադրբեջանցիների հետ հանդիպում ունենալու պարագայում խնդրել են բարձրաձայնել իրենց խնդրանքը եւ պահանջը, որ որոնողական աշխատանքներ տարվեն նաեւ իրենց ընտանիքի անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Այսինքն սա էլ է, չէ՞, հումանիտար հարց։ Խաղաղության գնացող երկրի հասարակության անդամները գնացել էին հանդիպման։ Սա էլ է խաղաղության օրակարգից առաջ ինչ որ հումանիտար խնդիր, որը պետք էր լուծվեր։ Այդ անձանցից մեկը նշում էր, որ մենք արցախահայերի Արցախ վերադառնալու հարց չենք բարձրաձայնել, որովհետև կարող է ադրբեջանական կողմն էլ ասել, այդ դեպքում պետք է ադրբեջանցիները վերադառնան։ Իրենք ստում են բնակեցվեն Հայաստանում։ Նույն հարթության վրա այս երկու հարցը դնելը որքանով է ճիշտ, սա ադրբեջանական քարոզչությունը չի։ Գիտեք, ոչ, սա ընդհանրապես սուտ է, որովհետև նույնիսկ այսօր ադրբեջանական քարոզչության մեջ նման բան չես հայտնի հանդիպի ուղակի, որովհետև տեսեք, օգոստոսի 8-ին Նիկոլը եւ իր
թիմակիցները իրենց յուրայիններով ինչ որ հաղթանակի մասին էին, հաղթանակ էին նշում, չէ, արդեն ըստ իրենց հաստատվել էր խաղաղության օրակարգը եւ շռնդալից հաղթանակ էին գրանցել։ Հաջորդ օրը արդեն Արևմտյան Ադրբեջանի, այդ եզրույթը, որ ունեն այսօր Ադրբեջանում եւ Թուրքիա, ղեկավարը հայտարարեց, որ որևէ կերպ այդ պայմանավորվածությունը օգոստոսի 8-ի որևէ կերպ չի խանգարում իրենց պայմանավորվածությունների իրականացմանը, այն է վերադառնալ Արևմտյան Ադրբեջան եւ դա կա իրենց օրակարգում եւ ըստ այդ օրակարգի եւ իրենց նախագահի թույլտվության կոչի իրենք գալու են ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Ինչ կապ ունի այստեղ արցախցիների պահանջը։ Այդ պահին կար արցախցիների որևէ պահանջ կամ թեկուզ Վաշինգտոնում հնչել էր ոչ, այսինքն անկախ բոլոր ցանկություններից, նպատակներից հայաստանյան հատվածի եւ Արցախի ժողովրդի միևնույն է իրենց օրակարգում կա, որ իրենք պիտի գան, ինչպես իրենք են բնութագրում այդ արևմտյան Հայաստանը, թե Ադրբեջանը, թե տարածքներով, թե բնակչության թվով, շատ լավ բոլորս գիտենք, որ հատվածին է վերաբերում եւ շատ լավ գիտենք, քանի 100,000 մարդու մասին է խոսքը, որ իրենք պատրաստվում են գալ իբրև թե արմեն եւ դա որևէ կերպ կապ չունի, դա զուգահեռները դրա տանում են միայն Ալենը եւ տանում են ԿՊ-ական ինչ-որ ուսապարկեր։ Ես այլ որևէ տեղ, նույնիսկ ասում ադրբեջանական եւ Թուրքիայի կողմից նման մեկնաբանություններ չեմ տեսել։ Եվ Տիկին Հակոբյան, մեկ հարց է, տեսեք, սեպտեմբերի 3-ին եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը հանեցին Բաքվից։ Դրանից հետո դուք որ շփվում եք նախկին նախագահների ընտանիքի անդամների հետ, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, իրենց ընտանիքի անդամների հետ եթե կապում եք, ինչպես են կարողանում կապը պահել Բաքվում գտնվող այդ անձանց հետ։ Առհասարակ ստացվում է։ Կարմիր խաչը բավականին այսպես մխիթարիչ չէր իր լինելը այնտեղ, որովհետև այն անհրաժեշտ իրերը ուղարկում էին, այդ հնարավորություն ունեին Կարմիր խաչի միջոցով, իսկ Կարմիր խաչի արդեն դուրս բերելուց հետո այդ առումով շատ ծանր իրավիճակում են հայտնվել, իսկ երկրորդ խնդիրը նրանում է, որ իհարկե էլի ժամանակ առ ժամանակ հնարավորություն տրվում է խոսելու, իհարկե շատ ավելի ուշուշ, քան Կարմիր խաչի օրոքեր եւ ընտանիքները չգիտեն դա ինչ կապ է, դա ինչ հնարավորություններով է, որովհետեւ այնտեղ սահմանափակված են մեր հայրենակիցները եւ իրենք չեն կարող խոսել ամեն ինչի մասին ու խոսել ամեն ինչ։ Իրենք ուղղակի ստանդարտ հարցերը ինչպես եք, մենք լավ ենք, այսինքն իրենց նույնիսկ այդ հարցում է սահմանափակված, իրենք չեն կարող իրական իրենց որպիսության մասին ասել եւ անհայտ է նաեւ հարազատների համար, թե դա ինչ կապի միջոցով են իրենք առնչվում։ Հակոբյան, Արման Թաթոյան այսօր իր ասուլիսի ժամանակ խորհուրդ տվեց նախկին նախագահներին, որպեսզի դուրս գան ընտրապայքարից, քանի որ Փաշինյանը վամպիրի նման սնվում է այս նախկինների թեմայից, ձեր արձագանքն ուզում եմ։ Գիտեք, ես Փաշինյանի նախ չեմ մեկնաբանում, յուրաքանչյուրը իր կարծիք ունի կամ իր դիտարկումները ունի, ես ընդհանրապես մի բան գիտեմ, որ կեղծ են բոլոր այն օրակարգերը, որոնք հայտարարում են, որ ընդդիմությունը, ցանկացած ընդդիմություն, ուզում է դա դիտարկեն որպես նախկին նախագահների աջակիցներ կամ ցանկացած ընդդիմություն, եթե պիտի գործի առանձին, մենք շատ լավ տեսանք, օրինակ դրա իհարկե համեմատելու չի, ինքնակառավարման մարմինների ընտրությունը համապետականի հետ, բայց ամեն դեպքում փոքրիկ նշույլը դրա տեսանք, ինչ տեղի ունեցավ օրինակ վաղար շաբաթում, կամ ինչպես հետոն եղավ Գյումրիում, կամ թեկուզ ընթացքը, եթե շատերին թվում էր, որ Գյումրիում հաղթել էին, իրականում հենց դա այնպես չէր, որ դա կոնկրետ ընտրություններով հաղթանակ էր, այսինքն երբ որ ընդդիմությունը հայտարարում է, որ ավելի ճիշտ է անջատ գործելը եւ անպայման այդ դեպքում կհաղթեն, ես ձեզ ասեմ, ես վստահ եմ, պայքարը գնում է երկրորդ տեղի համար։ Այսինքն նման մտքեր արտահայտողները, կոնկրետ խոսքս Արման Թաթոյանի մասին, չէ՞ ես սկզբանե ասացի, իրեն չեմ մեկնաբան։ Խոսքս բոլոր այն մարդկանց մասին է, ովքեր ասում են, որ ընդդիմությունը պետք է յուրաքանչյուրը իր ծրագրով առանձին գնա։ Ոչ, այդ պարագայում շատ ակնհայտ է, որ այդ ուժը նպատակ չունի, որտեղ հետո երբ որ իրենց ծրագրերից նշույլներ ես տեսնում կամ հասկանում խոսից, տեսնում ես, որ այստեղ նպատակ չկա Նիկոլ Փաշինյան հեռացնելու, այստեղ կա ընդհանրապես պայքար երկրորդ տեղով մտնելու խորհրդարան օրինակ։ Իսկ դա ինձ
համար կամ իմ նման մտածող մարդկանց համար երբեք չի կարող լինել այն խելամիտ ուղղությունը, որով այսօր պիտի գնան ընդդիմադիր ուժերը։ Պետք է լինել միասնական միայն։